Սուրճ ու սեր առավոտից։ Ասում ենք բոլորիդ բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք, որովհետև հանրայինի ուղիղ եթերում սկսված է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, ձեզ այս առավոտ սիրով ողջունում են Լուսինե Մուրադյանը եւ Սևակ Հակոբյանը։ Այսօր այս դուետով ենք աշխատելու, շատ կարոտել ենք։ Այո, այս շաբաթը մի փոքր էսպես խառը ստացվեց, բայց հաճելի եւ շատ ուրախ ենք, որ ամեն առավոտ հնարավորություն ունենք աշխատել ուղիղ եթերում։ Եվ կարծում եմ ոչ միայն մեզ է հաճելի այսպես անդադար փոխվել զույգերով, այլև մեր ռադիոլսողներին, որովհետեւ մենք օրինակ կարոտում ենք հաճախ մյուս մեր գործընկերների հետ եթերային աշխատանքը համամիտես չէ։ Այո, միանշանակ հաճելի է եւ առանձնատուկ ողջունենք Մարինային։ Մարինա, տուն արի։ Գալիս է, բան չմնաց, այսօր կգա արդեն, այնպես որ սպասենք եւ նա կվերադառնա։ Ծանր է տարել, հա Մարինայի բացակայությունը։ Զգացի որ արդեն մեկ շաբաթ չենք հանդիպել։ Ինչ հաճելի է, այո, շատ հաճելի է։ Առաջիկա ժամ ու կեսը կլինենք միասին ուղիղ եթերում եւ հիշեցնում ենք, որ բացի 107 ու 7 հաճախականությունից մեզ կարող եք նաեւ տեսնել մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո լայվը արդեն գործարկված է։ Այո, մենք էլ միաժամանակ մուտք գործենք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ եւ տեսնենք թե որքան ակտիվ եք դուք, սպասում ենք ձեր ակտիվությանը սիրելի ռադիոլսողներ, չմոռանաք սրտիկների, փուչիկների, ծաղիկների, on-line սուրճի, որովհետև սուրճը ձեզնից, իսկ սերը մեզնից։ Ահա, սա շատ կարևոր է, ասա։ Այո, դա մեր կարգախոսն է, որը Լուսինեի այսպես հնարածն այո, թեթև ձեռքով։ Սիր չեմ մնա, ինքն իրան եկավ, գիտես։ Մտել է մեր լեքսիկոն։ Բայց լավը չի։ Շատ լավն է։ Իսկ դու ֆիքսել ես, որ ամեն մեկս ինչ որ մի այդպիսի հետաքրքիր բան ենք հորինում ենք։ Ներմուծել մեր եթեր եւ ձեզնից էլ ենք ակնկալում հետաքրքիր նորամուծություններ սիրելի ռադիո։ Անձրևային եղանակ է, ովքեր չեն սիրում անձրև, թող ինձ չքննադատեն, իմ ամենասիրելի եղանակներից մեկն է։ Դե լավ էլի, Սևակ ջան, դե լավ էլի, Սևակ, լուրջ անձրև ես սիրում։ Իսկ շոկ սիրում ես։ Չէ, ընդհանրապես։ Տեսեք, շոկը շատ եմ սիրում, բայց անձրևել եմ սիրում։ Գիտես, ես կարծում եմ, որ եթե մեկ կամ երկու եղանակային տարբերակ լիներ, դա հետաքրքիր չէր լինի, համաձայն չես ինձ։ Այո, մենք իսկապես Հայաստանում երջանիկ ենք, տեսնում ենք տարվա 4 եղանակները, իհարկե մեկ գարունը արդեն համահանում է, չափ տանցել է, բայց հաճելի է ձյուն, շոկ եղանակ, անձրև եւ այսօր էլ մեր երգերը անձրևային են։ Դե երբ գալիս է անձրևը, ինչ է լինում, արխիվից հանվում են անձրևային երգերը։ Լսենք, մենք Սևակի հետ միասին ընտրեցինք մի քանի երգ, որ ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, այսինքն այս երգերը սիրով են ընտրված ձեզ համար մեր կողմից։ Հիշենք Անի Քրիստիի կատարմամբ Տաք անձրև երգը, որը տարիներ առաջ հիթ էր պարզապես, հետո կշարունակենք։ It's
աչքերիդ թաղծոտ ու թաց ինձ կերել ու հմայել ես անձրևից ծնված Ջանի Քրիստիի կատարման պլեսեցինք տակ անձրև երգը տակացանք, այդպես ինչ էի մտածում երգի ժամանակ, որ ամենևին էլ պարտադիր չի անձրևին տխրել, թախծել։ Եվ անձրևի մասին, երգերի մեծամասնությունը տխուր է, դրա համար միշտ սա ընտրում ենք, որովհետև եթե առավոտյան մի քիչ թարմացնող եւ ակտիվ երաժշտություն է, եւ անձրևի հետ կապ ունեցող, սա լավագույն ընտրություններից մեկն է։ Մեկ էլ Արսեն Սաֆարյանն ունի անձրև ակտիվ երգ ու Հասմիկը Կարապետյան։ Տեսեք անգիր հիշում քո աչքերը, քո աչքերում քո աչքերը Արաբոթյան իմպրովիզ Պատգաղապարեր երկել եթերում դե բայց Մանավանդ Անի Քրիստիից հետո եւ մենք եւ մենք եւ քանի տակ անձրևի մասին էինք լսում հարի եղանակից խոսենք հանրապետության տարածքում այսօր շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ առանձին վայրերում անգամ հորդառատ անձրև է սպասվում Երևանում եւս այսօր վաղը գիշերը նույնպես կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Այս պահին կարող ես ասել օդի ջերմաստիճանը։ Այսօր առավելագույնը կլինի 19, երեկոյան +14, գիշերը +11, իսկ այս պահին ստուգենք, այս պահին 14 աստիճան, բայց չեմ կարծում, թե սա ճիշտ տարբերակ է։ Ուզում ես ես էլ փորձեմ հիմա, կարող եմ ես էլ։ Չէ, 14-ը ինձ մոտ ցույց տալիս։ 19 մի վարկյան, չէ, 15 լավ։ Լավ, ուրեմն մոտավոր ճիշտ է։ 14-ից 15 աստիճան է այս պահին։ Եվ երբ գալիս ենք անձրև է ստեղում, հիմա չենք տեսնում, կարող են մեզ հուշել մեր գործընկերները։ Անձրև գալիս է թե ոչ։ Մանդր հիշեցի մեր հայրը մանդր անձրևը այո եւ ասենք փակ ճանապարհների հետ կապված գիտեք թե արդեն որ ճանապարհն է փակ Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիջ ավտոճանապարհը փակ է Տիգրանը կանխատեսել է որ մինչ բայց լույս իր ապրիլի կեսն էլ ապրիլի վերջեր ասում դե լավ համարենք այդպես դեռ փակ է իսկ ինչ վերաբերում է Ստեփանցմինդալարս ավտոճանապարհին ապա այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բայց դա չի նշանակում որ պետք է այսպես ոնց ուզեք վարեք մեքենաները լինում ենք զգոն լինում ենք զգույշ որովհետև դա կապված է թե ձեր կյանքի եւ թե կողքինների կյանքի հետ սա շատ կարեւոր է ես մի բան եմ նկատել հենց անձրև է գալիս կամ թեթև ձյուն է տեղում մի անգամից խցանումներն ակտիվանում են իդեպ այս պահին խցանման թիվը կարող ենք տեսնել թե որքան է 7 բալ է բավականին շատ է կարող ես եւս մեկ անգամ թարմացնել միգուցե ավելի բարձրանա հա սա փորձենք հասկանալ այլ 7-ից ուր խնդրում եմ մի արա Սևակ ջան խղճա 7 է խցանումային նիշը փոքր կենտրոնում տեսնում ենք ամբողջությամբ կարմիր գծեր են մենք հասկանում ենք որ տխուր իրավիճակ է իրականում ողջունում ենք առանձնահատուկ համբերություն ենք մաղթում այն վարորդներին ուղևորներին որոնք այս կամ այն տրանսպորտային միջոցով այժմ շտապում են դասի աշխատանքի կամ հասկանում են որ ուշանում են այո ձեր մեղքով չէ եւ մի բան էլ եթե դուք ուշանում եք իզուր մի նյարդայնացեք որովհետեւ դրանից ոչինչ չի փոխվի թռչող տաքսիները չեն հայտնվի եւ ձեզ ժամանակին տեղ չեն հասցնի պարզապես ձեր նյարդերը կքայքայեք այլի է հաճույք ստացեք իրավիճակից փորձեք արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր ժամանակահատված եւ իհարկե լսեք մեզ սա շատ կարեւոր է ինչ վերաբերում է օրվա փոխարժեքին ապա ասենք որ ըստ կենտրոնական բանկի ամերիկյան $1 այսօր 390 դրամ 13 լումա է եվրոն 448.6 է եւ ռուսական ռուբլին 4.7 է
բրիտանական ֆունտ ստերլինգը 521.41 է։ Այո, մեր ռադիոլուսողներից մեկը միշտ ասում է ինչու չեք ասում ֆունտ ստերլինգը, դրա համար առանձնահատուկ նաև անդրադառնում Բայց խնդրում ենք էլի բոլորը չասեք, ասեք։ ֆունտ ստերլինգի։ Իսկ այն մարդիկ, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործնական գործուղման, չեմ ասում, մի մեկնեք մշտական հետ վերադարձեք միշտ, կամ պատրաստվում եք գնալ ձեր հարազատներին դիմավորել, ապա ասենք, որ տեսնելով Զվարթնոցի, մուտք գործելով Զվարթնոցի կայք, տեսնում ենք, որ որևէ ուշացում չկա եւ ամեն ինչ ժամանակին է, թե ժամանումները, թե մեկնումները։ Այո, թեև եղանակը կարող է դրա վրա ազդել, բայց այս պահին, այո, ամեն ինչ ժամանակին է եւ ուշացումներ չկան։ Այո, ուշացումներ չկան, այնպես որ դուք էլ մի ուշացեք, գնացեք ձեր մտերիմներին, հարազատներին դիմավորեք, իսկ եթե ճանապարհում եք, ապա ճանապարհեք ժպիտով, շատ կարևոր է, սիրով, եւ ասեք, որ նրանց սպասում եք ու կկարոտեք զուտ այդքանը, բայց դրամա մի դարձրեք, որովհետեւ ի վերջո մարդը ճանապարհ է գնալու, չէ՞։ Այո, եւս մեկ գեղեցիկ երգ անձրևին նվիրված, լսենք ու վերադառնանք։ Շատ սիրելի Հայկոյի կատարմամբ։ Գիշերով ամայի այս փողոցում Վարվում են ու հանգչում, որ գալիս են ու գնում, պատկերները անձրևի Այս չկա այնտեղ պատկերը, որ սպասում եմ ես Գիշերով տերևներն իջնում են ցած Եվ իջնում են և պարում, պարելով ինձ հիշեցնում Քո աչքերը մոլորված Ախ եթե լսեիր ինձ այնը այս գիշեր դու սիրելիս Այս անձրևի դատարկ են փողոցները Այս անձրևի տխուր են իմ աչքերը Այս անձրևի իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Այս անձրևի Դատարկ են փողոցները Այս անձրևի տխուր են իմ աչքերը Այս անձրևի իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Ոնց կարող էիր մոռանալ Մեր սիրո աշտարակին Հորինված այն մերին Որ երգում եմ քեզ համար Այս անձրևի Դատարկ են փողոցները Այս անձրևի Տխուր են իմ աչքերը Այս անձրևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Այս անձրևի Դատարկ են փողոցները Այս անձրևի Տխուր են իմ աչքերը Այս անձրևի Իզուր են խոստումները Եթե չկա քո սերը Դատարկ են փողոցները
աչքերը այս անձևի իզուր են խոստումները եթե չկա քո սերը այս անձևի դատարկ են փողոցները այս անձևի տխուր են իմ աչքերը այս անձևի իզուր են խոստումները եթե չկա քո սերը Սուրճ ու սեր առավոտից։ Անձրևային տրամադրությամբ, բայց ոչ ցածր տրամադրությամբ, չէ՞, Չէ, առույգ ենք շարունակում։ լիրիկական մոտիվներ հնչեց մեր եթերում, կարծում եմ շատերը հաճելի հուշերով ընկան, հաճելի հուշերի գիրք ընկան, որովհետև իդեպ երգեր կան, որոնք իսկապես տանում են ինչ որ դրվագներ ու դու հասկանում ես, որ որքան երջանիկ ես, որ նմանատիպ իրավիճակներ ես ապրել եւ դրանք դարձել են կարեւոր հուշեր քեզ համար, որոնք բարբերաբար այցելում են քեզ։ Այո, եւ թող անձրևը չազդի ձեր տրամադրության վրա, օրը թող արդյունավետ շարունակվի, մանավանդ եթե սկսել եք մեզ հետ, ապա թարմ տեղեկատվությամբ եւ այսպես հետաքրքիր լուրերով էլ շարունակվելու է։ Ապրիլի 23-ն է այսօր, տեսնենք ինչ է կատարվել պատմության այսօրը, նախ ասենք, որ տարվա ավարտին Սա Տիգրանի սիրելի տեղեկատվությունն է 252 օր է մնացել Ընդամենը ինչ է եղել, որ ուզում ենք տեղեկացնել, որ 1564 թվականի հենց այսօրն է ծնվել անգլիացի մեծանուն գրող դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը եւ ցավոք պիտի նաեւ նշենք, որ հենց նույն օրն է մահացել, պարզապես 1616 թվականին։ Այո, բավականին հետաքրքիր է, նույն այս օրվա հետ կապված։ Ռուս դաշնակահար Սերգեյ Պրոկոֆիևն է ծնվել 1953 թվականի այս օրը։ 1891։ Ներողություն, մահվան օրը տեսա 1891։ Եվ հիշում եք, չէ՞, խորհրդային տարիներին մի հայտնի ֆիլմ կար Նինաներ, Վիցիններ, այո, հիշում եք, մի խոսքով ռուս սիրված դերասան Գեորգի Վիցինն է ծնվել 1917 թվականին։ Ես ֆուտբոլից հեռու եմ, Միչելին չեմ ճանաչում, բայց իսպանացի ֆուտբոլիստ է 1963 թվականի այս օրն է ծնվել։ Եվ շատ կարևոր մի քանի օրեր էլ կան այսօր, թե ինչով է նշանավորվել օրը, ասենք, որ այսօր գրքի համաշխարհային օրն է։ Այո, եւ նաեւ համարվում է սա անգլերենի օրն է, այնպես որ այսպես գրականության հետ կապված, կարելի ասել օրը եւ նաեւ կարծում եմ Շեքսպիրի ծնունդն էլ կապ ունի այս ամենից։ Այո, միանշանակ կապ ունի, ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կա։ Անգլերենը բավարար է, թե Այո, լավ է։ Լավ է, գոհես չես դժգոհում։ Չէ, չեմ դժգոհում։ Իմը բավարար չի, բայց չեմ դժգոհում, որովհետև բացարձակ չեմ բարդույթավորվում սխալ խոսելուց։ Այո, դա իդեպ շատ կարևոր է, թեկուզ սխալ, բայց պետք է ազատ խոսել, որովհետև հենց դա է օգնում նաև լեզուն բացվի։ Բայց ես մի տարօրինակ բան ասեմ, երբ ռուսերեն եմ խոսում, ավելի եմ լարվում, որ հանկարծ չսխալվեմ, որովհետև ռուսերենի իմացությունը հրաշալի է, եւ այստեղ ես լարվում եմ, այստեղ երևի ներքին իմացության գնահատականն է։ Իսկ անգլերենի պարագայում ոնց կստացվի, կարևորը ինձ հասկանում են, կարևորը ես հասկանում եմ։ Դա ամենակարևորն է շփման մեջ։ Այստեղ շատ կարևոր մի բան էլ կա, որ Google Translate-ը մեզ օգնական կոպիտ ասած, սա էլ է շատ կարևոր։ Արդեն ավելի պրոֆեսիոնալ կերպով թարգմանում է ցանկացած լեզվից հայերեն, անգլերեն, անգլերենից հայերեն, ռուսերեն։ Ես ստիպված եմ եղել Շրի Լանկայում շփվել շրի լանկացու հետ սինհալերեն, այսինքն ես voice էի անում Google Translate-ով հայերեն, փորձում էի որքան հնարավոր է գրական խոսել, որպեսզի ծրագիրը ճիշտ հասկանար եւ ճիշտ թարգմաներ, եւ տակը մի անգամից այսպես սինհալերեն գրվում էր եւ այդ մարդը կարդում էր, հետո ինքն էր իրենց լեզվով խոսում, հայերեն տարբերակներ գալիս, ու մի պահ Մարինան այսպես գլուխը բարձրացրեց, ասաց ես չեմ հասկանում, դուք ոնց եք իրար հասկանում։ Ժամանակակից տեխնոլոգիաները օգնում են իրար ավելի լավ հասկանալ։ Իսկ դու գիտես, որ հայտնի այսպես ասած ընկերություն անլար ականջակալները արդեն հաջորդը որ կարտադրի, հաջորդ սերնդի անլար ականջակալները երբ արտադրի, առանց ծրագրի հնարավորություն կունենաք որևէ մեկի հետ խոսելուց արդեն սինխրոն թարգմանություն լսել ականջակալների միջոցով։ Այո, տեսա այդ լուրը եւ բավականին հետաքրքիր էր, այլևս անգամ այս Google Translate-ի կամ արհեստական բանականության ChatGPT-ի կարիքը չի լինի, ինքը մի տեսակ արդեն անհանգստանում եմ ճիշտն ասած, այսինքն մարդիկ էլ չեն ուզի լեզու սովորել, հասկանում ես։ Եթե այս պարագայում դու ստիպված ես լեզու սովորել,
իսկ չմոռանանք հայտնի ասացվածքը, քանի լեզու գիտես, այդքան մարդ ես։ Այո։ Սա կարևոր է, եկեք տեխնիկայի վրա հույսներս չդնենք, որովհետև կարող է հայտնվենք Սարի գլխին, որտեղ չկա ցանց, որտեղ չկա ինտերնետ եւ դուք չունեք այդ հնարավորությունը եւ չեք կարողանա թարգմանել։ Մի խոսքով միշտ անկախ ամեն ինչից ապավինենք մեր իմացությանը, մանավանդ որ նույն Google Translate-ը կամ արհեստական բանականությունը միշտ չէ որ նաեւ մեզ ճիշտ է հասկանում, այնպես որ մեր իմացությունը իհարկե շատ կարևոր է։ Բայց վերադառնանք գրքի օրվան։ Չես նշեցինք ապրիլի 23-ին աշխարհում նշում են գրքի օրը եւ մենք մեր ընկերոջը Աբոյին, ինչպես Լուսինեն ու Տիգրանն են կոչում նրան, հարցրել ենք թե որոնք են աշխարհում ամենավաճառվող գրքերը։ Տվել է նորմալ պատասխան թե հետաքրքիր տարբերակներ է տվել, նաև տվել է ամենավաճառված գրքային շարքերը, այո, եւ տվել է նաև ամենավաճառված գրքերը, արի միասին գնանք, աշխարհի ամենավաճառված գրքերի ցանկը արագ ասենք, առաջին հորիզոնականում Դոն Կիխոտն է, հետաքրքիր է, ինձ շատ ուրախացրեց, որ ինչ որ նաև շատ են դասական գործերը, որովհետև մի տեսակ մենք այս վերջերս նկատում ենք, որ բեսթսելերներ են դառնում գրքեր, որոնք այդպես բովանդակային առումով չեն փայլում։ Այո, fast food գրքեր են, ինչպես ասում են, այո, մեկ անգամ։ Երկու քաղաքի պատմությունը Չարլզ Դիքենսի, Միգել դե Սերվանտեսի Դոն Կիխոտի մասին էր խոսքը։ Այ երրորդ հորիզոնականում հայտնի գործերից է, որը շատ լավն է ֆենտեզի ժանրում, մատանիների տիրակալը։ Փոքրիկ իշխանը չկա։ Ապրես հասանք։ Վստահ եմ որ Ես կզարմանայի, որ փոքրիկ իշխանը չլինի, այ Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի փոքրիկ իշխանը 4-րդ տեղում է։ Դե բնականաբար չենք մոռանում Հարի Փոթերի մասին, Հարի Փոթերը եւ Փիլիսոփայական քարը 5-րդում է եւ ոչ ոք չմնաց Ագաթա Քրիստիի գործը, Կարմիր սենյակի երազը, Ցաո Շյուեցին, էլի բավականին լավ վաճառք է եղել, դե Հոբիթն էլ, այսպես կարող ենք չզարմանալ, որ հայտնվել է այս ցանկում։ Այստեղ նա արկածների պատմություն գիրքն է հայտնվել, Արյուծը կախարդը եւ Զգեստապահարանը, նաեւ այս գիրքն է հայտնվել։ Ահա, սա արհեստական բանականության տվյալներն էին, եւս մեկ անգամ նշենք, նրան հարցրել ենք, թե որոնք են աշխարհում ամենաշատ վաճառված գրքերը։ Հատուկ նշում է առանձնացրել, հարկ է նշել, որ որոշ կրոնական եւ քաղաքական գրքեր, ինչպիսիք են Աստվածաշունչը, Ղուրանը եւ Մաց Զեդունի մեջբերումները ունեն միլիարդավոր օրինակներ, սակայն դրանց վաճառքի ճշգրիտ տվյալները դժվար է հետևել, քանի որ շատ հաճախ դրանք բաժանվում են անվճար կամ տպագրվում են տարատեսակ աղբյուրներից եւ հնարավոր չէ հստակ տեղեկություն քաղել, իսկ մենք գիտենք, որ Աբոն առանձնանում է նրանով, որ կարողանում է շատ արագ տարբեր այսպես հատվածներից ծաղկաքաղ անել ու արագ հաշվարկի միջոցով մեզ ներկայացնել որոշակի պատկեր։ Իդեպ սպասում էի Աստվածաշնչի հիշատակմանը, որովհետև նման նաև ինտելեկտուալ հարց եմ հիշում, որ աշխարհում ամենաշատ վաճառվող կամ կարդացվող գիրքը համարվում են հենց կրոնական գրքերը, քրիստոնեության դեպքում Աստվածաշունչը, բայց տեսեք դրա մասին էլ այո նշեց, այնպես որ նշում է արել, այո, եւ ասում է, եթե հետաքրքրված եք նաև Հայաստանի ամենավաճառված գրքերով կամ ժամանակակից բեսթսելերներով, խնդրեմ տեղեկացրեք։ Ես հիմա կգրեմ, որ այո, հետաքրքրված եմ։ Տեսնենք ինչ կասի Աբոն մեզ այս առումով։ Հիմա նա նաև կներկայացնի, իսկ քո ամենասիրելի գիրքը կամ գիրք, որը քեզ փոխել է արժեհամակարգ մտածողություն, որն է Սևակ, ինչ Աբոն կմտածի։ Կա մի գիրք, կոչվում է Հրաշքը, Ռաքել Պալացիոն է հեղինակը։ Զանգ չունենք սիրելիներս։ 55-3702, իդեպ այսօր չենք հասցրել։ Ռուսերեն տարբերակը պիտի ասենք Լոժնե Տրիվոգա։ 55-3702 չենք հասցրել այսօր մեր ուղիղ կապի հեռախոսամարը հիշեցնել, ճիշտ պահին էլ զանգի այսպես կոչնակը միացավ։ Քիչ անց նաև ռադիոլուրի մեր գործընկերները կմիանան։ Այո, եւ նաև կարող ենք մեր ռադիո լսողներին, նաև գործընկերներին, ինչու ոչ, ուղղել հարց, թե որն է իրենց սիրելի գիրքը, կամ վերջին կարդացած գիրքը։ Ես խոսում եմ իմ սիրելի գրքից Ռաքել Պալացիոյանով հեղինակը, գիրքը կոչվում է Հրաշքը, նաև այդ ֆիլմի հիման վրա նկարահանված, այդ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ կա, միգուցե ֆիլմն ես տեսել, Ջուլիա Ռոբերտսն է խաղում, մի պատմություն է շատ տգեղ արտաքինով երեխայի մասին, որը առողջական խնդրով է ծնվել եւ ցույց է տալիս գիրքը, թե ինչպես է փոխվում շրջապատը, ինչպես են մարդիկ փոխվում, երբ իրենց կողքին կա նման խնդրով մեկը, շատ հետաքրքիր եւ իսկապես կյանք փոխող գիրք է։ Որն է քոնը Լուսինե։ Դե ես էլի եմ ասել, երևի մի քիչ կկրկնվեմ, բայց բնականաբար դեռ առաջին հորիզոնականում Շանտարամն է։
Ես հիմա մի քիչ այլ տեսանկյունից կասեմ ինչու եմ այդ գիրքը սիրում, որովհետև ես այդ գրքի շնորհիվ ծանոթացա աշխարհի տարատեսակ փոքրիկ աշխարհների հետ, որոնց մասին նույնիսկ չգիտեի ու մտքովս չէր անցնի, որ նման իրավիճակներ էլ գոյություն ունեն։ Եվ երբ կարդում ես գեղարվեստական գիրք, իբրև թե գեղարվեստական, որովհետև ժանրային առումով ամբողջությամբ գեղարվեստական է, բայց դու հասկանում ես, որ փաստերն ու դրվագներն ամբողջությամբ իրական են։ Սա եւս գրավիչ է եւ թեպետ բավականին ծանր մեծ գիրք է, այդուհանդերձ բավականին դինամիկ ես կարդում եւ ուզում ես խժռես, կլանես, հերոսներին ամբողջությամբ ընկալում ես ու նրանց ուրախություններով ես ուրախանում, տխրություններով ես տխրում, մի խոսքով այսպիսի բաներ։ Հասկանում ես դրա։ Իսկ հիմա իդեպ ես կարդում եմ երկրորդ գիրքը, որը այդքան էլ դինամիկ չի գնում, ի տարբերություն առաջինի պատկերացնում ես, դու հիմա ինչ ես կարդում։ Հիմա ունեմ այն մահճակալի կողքը կա, չէ՞, միշտ մի քանի գրքեր, հա, Վիլյամ Սարոյանի պատմվածքները, որոնք շատ արագ եւ այսպես հեշտ են ընթերցվում։ Ցավալիորեն խոստովանենք, որ այս դարում ուզում ենք ինչ-որ մի բանը շուտ ավարտվի, չէ՞, այսինքն հաստափոր, այո, գրքերը նույն ասացիր, որ այս բավականին հաստության է, զարմանում եմ ինչպես ես կարդացել, իսկ պատմվածքների ես քեզ խորհուրդ կտամ կարդաս ու կհասկանաս, որ դու էլ կկարդաս այդ գիրքը։ Պատմվածքների դեպքում արագ ենք հասնում վերջաբանին եւ կարծես այդ հաճույքը ավելի շուտ ենք ստանում։ Այո, վերջապես ժամանեց Արմինե Գևորգյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ուր է Արմինե, կխնդրենք Արմինեի խոսափողը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ահա, խցանումների մեջ է 4-ից 3-րդ հարկի։ Հա, 4-ից 3-րդ անձրև էր, անձրևում էր եւ դու դժվար եկար։ Լավ, քանի որ շատ քիչ ժամանակ ունենք, Արմինե, այս պահին կա գիրք, որ ընթերցում ես։ Այս պահին ընթերցում եմ Վանոն եւ Վազգենը գիրքը։ Հետաքրքիր է շատ, չեմ ասի ինչի մասին։ Այսքան հասկանալի է ինչի մասն է եւ ում մասին է, Վանոն եւ Վազգենը խորհուրդ կտամ կարդալ։ Ահա, իսկ գիրք, որը փոխել է մտածողությունը, երբևէ այսպես կարդացած է։ Շատ են այդ գրքերը, բայց մի անգամ ասել եմ եթերում, երևի կկրկնվեմ, դարձյալ կասեմ, որ Գևորգ Մարսպետունի Հա, էլի էր ասել, ճիշտ է, այդ գիրքը անփոփոխ է, դեռ բան չի փոխվել։ Հա, դեռ անփոփոխ է եւ Շահեն Թաթիկյանի Զղջում։ Իսկ եղել է միաժամանակ մի քանի գիրք ընթերցես։ Հիմա օրինակ ես այդ ժամանակին այդպես էր, միաժամանակ մի քանի գիրք էի կարդում, բայց հիմա անկեղծ պետք է խոստովանեմ, Վանոն եւ Վազգենը արդեն, չգիտեմ, անհիշելի ժամանակներից ճակերտավոր կարդում եմ, օրը 1 էջ, 2 էջ, իսկ նախկինում կարող ենք շնչով, հա։ Հիմա երևի շատ խառն ենք, չգիտեմ, մտքերը զբաղված են այս եւ այլ ուղղություններով, մի քիչ այդքան չի ստացվում միանգամից կարդալ ու գիրքը ումից վերցրել եմ, ասում է տուր, Աննա կներես, միջև չվերջացնեմ, չեմ տա։ Արագ ավարտիր գիրքը եւ տուր տիրոջը, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Ընդմիջվենք գովազդով, այնուհետեւ սիրելի ռադիոլսողներ, Արմինե Գևորգյանը կներկայացնի վերջին նորությունները, մնացեք մեզ հետ։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում հանրայինի եթերում լրատվության ժամ է խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովանի Բատիստա Ռեին նորին սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրում նշված է. Անգնահատելի է նորին սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը ի նպաստ խաղաղության հաստատման, համամարտկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության. Ծրագրված է նաև ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին, այս մասին էլ հայտնում են Մայր Աթոռից։ Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը ապրիլի 26-ին կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը ըստ իր կտակի ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։ Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։ Հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում շարունակվող դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք են տալիս ականի պայթյունից տուժած քաղաքացիներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատավարությունը ընթանում է անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ։ Վերջիններիս գնահատմամբ Բաքվում ընթացող կեղծ եւ շինծու դատավարությանը ցուցմունք է տվել Հասանլի Ալիև ներկայացված անձը, որը պնդել է, որ 2024 թվականի փետրվարի 4-ին վնասվածքներ է ստացել հայերի տեղադրած ականի պայթյունից, ինչի հետևանքով ձախ ոտքի վերջույթը ամպուտացվել է։ Արցախում պետնախարարի պաշտոնը ընդամենը 3 ամիս զբաղեցրած Վարդանյանին Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, վարելու վարձկանության եւ տասնյակ այլ ծանր հանցագործություններ են վերագրում։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում։ Դատական հաջորդ նիստը ապրիլի 29-ին է։ Լոնդոնի Քենոտաֆի հուշահամալիրի մոտ հավաքվել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցելու եւ ոգեկոչելու հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, տեղեկացնում է Հայդատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը X-ի գրառմամբ։ Միջոցառման ընթացքում խորհրդարանականները հանդես են եկել կոչով ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն պատմական հիշողության եւ արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Մեջբերում եմ Թուրքիան այն երկիրն է, ով 44 օրյա պատերազմից հետո հպարտորեն բարձրագույն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում ունեցած մեծ դերի մասին, նշել է Աբրահամյանը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչն է Հոյդա Երիթ-Թևը։ Մատենադարանը գլխավոր դատախազության եւ կայց հիմնադրամի գործակցությամբ նախաձեռնում է Մխիթար Գոշին եւ նրա գիրք դատաստանի աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն միջնադարյան իրավագիտության պատմությանն առնչվող հարցեր կապակցված արդի իրավագիտության հիմնախնդիրներին։ Գիտաժողովը կդառնա Գոշի ժառանգության միջազգայնացման ուղղված նախաձեռնություններից մեկը ի թիվս դատաստանագրքի անգլերեն թարգմանության, վերահրատարակման եւ բացառիկ ցուցադրության։ Մեկ լուրջ պաշտոնական լրահոսից Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարազեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Վրաստանի եւ խորհրդարանի միջև փոխգործակցության ընդլայնման առնչվող հարցեր։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ապրիլի 25-ին կայցելի Ադրբեջան, հաղորդվում է, որ Կալասը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովի հետ։ Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարություն կարվի։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կհանդիպի նաև Ադրբեջանում եվրոպական երկրների դեսպանների հետ։
Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակը Դմիտրի Պեսկովը, հավելել է կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել հարցը հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը։ Հարկավոր է հասկանալ արդյոք Կիևը կգնա այդ քայլին, նշել է Պեսկովը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահ պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է շփումները ԱՄՆ-ի հետ տարբեր խողովակներով։ Նա նաև հավելել է Կրեմլը ծանոթ չէ ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի բովանդակությանը։ Եվ վերջում վերադառնանք Հայաստան Զվարթնոց օդանավակայանում։ Այս գիշեր դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերին։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ից 21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում նվաճեց 10 մեդալ, 2 ոսկե, 6 արծաթ եւ 2 բրոնզ։ Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանը երրորդն է։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը հանրային ռադիոյի եթերում տաղավարում աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ I told you it's gonna be like this, baby. 2010, Bonnie and Clyde. Abby and Super Sock. Oh, play it like. You know where you're from, baby. It's where you at. Really, where I'm gonna take it, yeah. Yeah. La 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 la. It wasn't me. Yeah. It wasn't me. Say what? Time to be falling in love, but I love the sexy feeling when I'm falling in love. My name is Sacco, they call me Super Baby. I be bumping Papa John with Gevo, baby. I know God made cola and God made Pepsi, but God made you, girl, so damn sexy. Like E to the M, to the M to the Y. Better be careful, she gon' make you cry. Oh, I spent Saragara. It's nic na heraca. Tochec kangnac mela. Mut porocum Sara.
she said that she's pregnant. It wasn't me. I ain't got no fever, I got a permanent disease. It'll take more than a doctor to get me at ease. You like a needle, baby, giving me a cheap thrill. More like a rush, like an ecstasy pill. Yeah, I need a respirator, cause I'm running out of breath. And I see your tattoo when I'm lifting up your dress. I'm a gangster, baby, I got the magic stick. And I love my baby, yep, I love my chick. Conversations on the phone till the break of dawn. And now we all alone till the night's long. Now let me get a number 7 and a bottle of beer. Just look at all the females we have here, like Gina, Tina. Սուրճ ու սեր առավոտից 10:10 մենք շարունակում ենք ուղիղ եթերը հանրայինի ուղիղ եթերում եւ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև տեսնել մեր Facebook-յան հարթակում live-ը վաղուց գործարկված է Հայաստանի հանրային ռադիո։ Այո, եւ ունենք մեկնաբանությունների դեպ Դավիթ Ղուկասյանը բարի լույս բոլորին, իսկ Օլիա Սահակյանը գրել է բարի լույս Հայաստան աշխարհ, ուրախ օր բոլորին, շնորհակալ ենք բարեմաղթանքների համար։ Այսօր մեր եթերը նաեւ հյուրաշատ է լինելու եւ մենք տարբեր թեմաներից ենք զրուցելու սկզբնական շրջանում մենք կզրուցենք իհարկե կանդրադառնանք գրքի համաշխարհային օրվան, որովհետև դա շատ կարևոր է, հատկապես որ շատերը այս օրերին ասում են թե իբր երիտասարդությունը չի կարդում, բայց մի քիչ դրա հետ համամիտ չեմ, միշտ էլ կարդացողը կարդացել է, չկարդացողը չի կարդացել, ուղղակի ինձ թվում է գործիքներն են փոխվել։ Գործիքները, եղանակները միգուցե մի քիչ են կարդում հաշվի առնելով նաև այլ զբաղմունքները։ Դե հապա համացանցով կիլոմետրերով սկրոլանի։ Որևէ մեկին այո չեն կարող մեղադրել, բայց այսօր բնականաբար եթերաժամի այս հատվածում կխոսենք գրքից գրականությունից հայ հեղինակներին արտասահմանում ներկայացնելու հմտություններից եւ կարեւորությունից եւ մեր տաղավարում է Արի գրական գործակալության հիմնադիր գրական գործակալ Արևիկ Աշխարհոյանը։ Բարի լույս Արևիկ, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Առավոտն եք սիրում շուտ արթնանալ, հաշվի առնելով որ մայրիկ ենք, հա ճիշտ է։ Այո, շատ շուտ եմ արթնանում, շատ սիրում եմ։ Միշտ է այդպես եղել։ Վերջին տարիներին այո։ Չէ, միշտ չէ, ինձ թվում է տարիքի հետ ավելի գնահատում ենք ժամանակը եւ շուտ 6-6 Աստվածի մի արա։ Հանգիստ կարող եք գալ մեզ հետ աշխատել։ Այո, կարող եք։ Արևիկ ինձ գիտես ինչն է հետաքրքրում, մի ժամանակ կար, որ կարծես թե գրական աշխարհը մեզ մոտ շատ տխուր վիճակում էր, հա, գրողները ոգեշնչված չէին, որովհետեւ հարթակներ չունեին, հա, տարատեսակ խնդիրներ կար եւ այստեղ նաեւ մենք չունեինք տպագրական ինչ որ տարբերակներ, հնարավորություններ մի պահ այդպիսի վիճակ էր, թարգմանական աշխարհներ մի պահ էսպես կանգնել, բայց վերջին տարիներին մենք հրաշալի շարժ ենք տեսնում մեզ մոտ եւ դա բոլորիս է ոգևորում, տեսնում ենք տպագրություններ, գրքեր, մեր հեղինակները ավելի են ոգեշնչված դրանից եւ տեսնում ենք թե որքան են շատացել նոր գործերը։ Այստեղ կարծես թե ամեն ինչ կարգավորվում է, բայց քանի որ մենք գիտենք թե քո հիմնական աշխատանքը ինչու է կայանում, այսինքն մեր հայ գրողներին դրսում ներկայացնելը, այսպես ասած ագենտ կամ պրոդյուսեր լինելը, որը մեզ մոտ դեռ այդքան էլ զարգացած չէ, ինչի որոշեցիր ընտրել այդ ուղին ու այդ բարդ ճանապարհը ստանձնել։ Իրականում վերջերս չէի ասի, որովհետև արդեն շուտով 15 տարի կլինի, 14, հա, դա ասում ենք, որ շուտով է, բայց դա համընկավ նաև բավականին մեծ ակտիվության հետ հայ գրականության դաշտում, ժամանակակից հեղինակներ հայտնվեցին, հարթակներ, որտեղ իրենց կարդում էին Իդեպ շատ լավ գրողներ ունենք ժամանակակից։ Իհարկե ունենք շատ լավ գրողներ, բոլոր գրողներն են լավը, ես երբեք գնահատական չեմ տալիս, եթե գրողը ունի ընթերցող, ուրեմն ինքը պետք է, ուրեմն վերջ, իր ընթերցողը կա։ Եւ լավ ու վատ այդպիսի գնահատականներ չեմ սիրում տալ, ընթերցողը պիտի տա։ Մի խոսքով, ինչ վերաբերվում է իմ աշխատանքին, այո, դուրսը ներկայացնելը շատ դժվար է, շատ հետաքրքիր է եւ շատ բավականություն տվող աշխատանք է, այսինքն ամեն գիրք, որ դուրսը հրատարակվում է, դա ինձ համար կարծես առաջին անգամ լինի, տոն լինի, իրականում եմ ասում, մեծ ուրախություն է։ Ինչն է այստեղ հարցը, որ այո, նշեցիք, որ այստեղ կարդալու եւ իրենց հանդեպ ուշադրությունը մի փոքր հիմա մեծացել է։ Չեմ ուզում ասել, որ դա կապված է նրա հետ, որ հենց դուրսն են հրատարակում։ Դա շատ ցավալի կլիներ։ Չէ, իրականում այո, դրա հետ կապ ունի։ Հա, ցավոք սրտի, չէ, կա այդպիսի բան, պիտի նշենք անպայման, որ երբ որ մի հեղինակը մի քանի լեզվով թարգմանվում է, կարծես այդ ժամանակ նոր հայ ընթերցողը ասում է, վայ, կարդամ, տեսնեմ ինչ է, մենք այդ գնամերի արի սիրեմ արտահայտությունը ունենք։ Հետո Հարևանի հասը միշտ գեղեցիկ է տարբերակ
վերակնել, եթե նույնիսկ կայ է, բայց դրսում ինչ որ գործունեություն վերջ։ Այո, ես իմ գործը անում եմ, դուրսը ներկայացնում եմ եւ թարգմանաբար հրատարակվում են մեր հեղինակները, բայց իմ գլխավոր ցանկությունը կլիներ, որ ավելի շատ կարդային հայ գրողների, որտեղ դեռևս կա այդ վերաբերմունքը, որ դրանք մեր գրողները գուցե մրցունակ չեն, թարգմանական գրականությունը ավելի շատ են ընթերցում, օֆիցիալ տվյալներ չունենք, բայց իրականում կա այդպիսի ներքին ստատիստիկա գրախանութներում եւ այլն, որ վաճառք ավելի լավ վաճառք ունեն արտասահմանյան գրողները թարգմանված անունով, մրցանակով Այստեղ արհեստական բանականությունն է։ Աբոն նույնիսկ գիտեք ինչ հարթակից է տվել, ըստ Whiteberry-ի էլ է տվել տարբերակներ, թե մերոնք ինչ գրքեր են գնել։ Հետաքրքիր է, որ ես նայում եմ եւ տեսնում եմ, որ հիմնականում արտասահմանյան գրականություն են նախընտրել այդ հարթակից ձեռք բերել, զանգակից Վանոն ու Վազգենը երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը, Տառապանքի ուղիներում, Մահվան հովիտ հայկական հայ գրողներն են այստեղ արդեն տեսեք դուք կանոնները որ տալիս եք ակնհայտ երևում է որ մարդիկ նախընտրում են ծանոթ բան վերցնել կարդալ կամ ծանոթ անուն վերնագրի մեջ կամ ծանոթ հեղինակ բայց ես օրինակ շատ կուզեի խրախուսել որ մարդիկ բոլորովին անծանոթ հեղինակների հայ ժամանակակից վերցնեն ու մեկ գրքից չհիասթափվեն որտեղ այդ առաջին ընտրված գիրքը կարող է իրենցը չլինի այո իրենցը հա եւ պիտի շարունակեն կարդան եւ ցանկալի է որ հետևեն հենց հայ հեղինակներին գտնելու ճանապարհը շատ կարդալն է ոչ թե այո շատ կարդալը ընդհանրապես լավ ճանապարհ է ամեն ինչ գտնելու համար բայց ի նկատի ունեմ որ երբ որ առաջին անգամ հայ հեղինակ ես վերցնում եւ կարդում ես ծանոթ եմ շատ ընթերցողների որոնք շատ գիրք են կարդում սակայն շատ դժվարությամբ են մոտենում հայ հեղինակի Եվ կարող է գնան մեկ անգամ ընտրեն կամ ես խորհուրդ տամ մի բան, իրենք կարդան եւ դա չլինի այն ինչ իրենք սպասում էին։ Դա չի նշանակում, որ դա ամբողջ հայ գրականությունը այդպեսին է, որտեղ մենք հիմա շատ բազմազան, թե ժանրային գրականություն ունենք, թե տարբեր հեղինակներ, տարբեր ձայներ, տարբեր ընթերցողների համար։ Այստեղ շատ կարևոր մի բան, լեզվամտածողությունն եմ առաջ ուզում բերել։ Ես մի բան եմ նկատել, դա իմ անձնական սուբյեկտիվ դիտարկումն է, նույնիսկ մենք, հա, աշխատանքի ժամանակ Երբ ես սկսեցի անգլերեն սովորել, ինձ ինչ-որ հարց էին տալիս, փորձում էի ինչ-որ բարդ այսպես խորը, ավելի խորը պատասխաններ տալ, ընկնում էի ծուղակը, որովհետև բառապաշարս թույլ չէր տալիս։ Ուսուցիչը ասում էր, ինչու եք դուք բարդացնում բոլորը։ Ախր այնքան պարզ է այդ ամենը։ Ես հասկացել եմ մի բան, որ մեր գրողները, մենք, մեր հայերեն լեզվամտածողությունը ձգտում է ավելի խորքային տալ, հա, նույնիսկ մտքերը ավելի խորն ենք տալիս, ինչը կարող ենք ասել այլ լեզուներում, մենք տեսնում ենք շատ բարձ նախադասություններ այստեղ։ Մենք լավ առումով բարդացնում ենք մի քիչ, բայց դա լեզվամտածողության հարցը կա, ճիշտ է, շատ, բայց նաև ուրիշ հարց կա, այստեղ կա գրականության ավանդույթ։ Մեր դասական գրականության ավանդույթը դժվարությամբ կոտրվեց ժամանակակից գրականությամբ, այսինքն այդ ճոխ նկարագրական տեքստերը ամբողջ հայոց լեզվի հարստությունը ցուցադրելը, այո, դա դասական գրականությունը, դա բոլոր լեզուներում, բոլոր երկրներում կա, բայց մենք ունենք մեծ տարբերություն մեր դասական լեզվի, գրական այսպես կոչված լեզվի եւ խոսակցական լեզվի մեջ։ Եւ ժամանակակից աշխարհի մասին խոսելիս գրքի մեջ գրավոր, դու չես կարող դասական լեզվով խոսել, դու պիտի ժամանակակից լեզվով խոսես։ Բայց կարող է կարելի է գտնել ոսկե միջինը։ Դե հիմա հենց այդ ընթացքի մեջ են հայ մենք եթերում ենք եւ ես չեմ կարծում որ որևէ մեկը կդժգոհի որ մենք գրական չէ գրագետ չենք խոսում եւ բայց միևնույն ժամանակ շատ դե համամիտ եմ ձեզ հետ բայց այդուհանդերձ կարծում եմ ցանկության դեպքում կարելի է գտնել ոսկե միջինը գրել པարզ ոչ པարզունակ եւ գտնում են եւ գտնում են եւ գտել են շատ հեղինակներ այդտեղ նաեւ ընթերցողի արձագանքն է սկզբից շատ ծանր էին տանում օրինակ աշխոսակցական բառերը տեքստի մեջ գրքի մեջ կամ ռուսաբանությունները կամ ենթադրենք հայհոյանքները հա որոնք մեծ աղմուկ բարձրացրեցին ոնց կարող է դա հայտնվի գրքի մեջ բայց այն ինչ որ կա կյանքում կարող է հայտնվել գրքի մեջ ինչպես ասացիք կա ոսկե միջին կան ձևեր եւ ի վերջո կա նաեւ Այո, նաև ամեն ընթերցող իր զրելի գրականությունը իսկապես դա դառնա ընթերցողինը, պետք է գնանք ժամանակին համահունչ եւ միայն այսպես դասական մտածողությամբ չենք կարող առաջ շարժվել։ Ես կուզեի ինձ շատ հետաքրքիր նաև խոսել ձեր աշխատանքային այսպես գործառույթներից, հա, ինչպես եք կարողանում դրսում ներկայացնել մեր հեղինակներին, որտեղից է սկսվում այդ ճանապարհը։
Ամեն սկսվում է նրանից, որ ես պիտի կարդամ, հեղինակներին հավանեմ եւ իմ ճաշակով, այսինքն ես ազատ եմ ունենալ իմ սուբյեկտիվ կարծիքը եւ ճաշակը այն գրականության հանդեպ, որը ընտրում եւ ներկայացնում եմ։ Ամենակարևորը հասկանալ արդյոք այս գրականությունը թարգմանաբար կստացվի, ինչպես կստացվի, ամեն ինչ կարելի է թարգմանել, ամեն ինչ հասկանալի դարձնել, թարգմանվի, դե ադապտացնել չի կարելի, պետք է թարգմանել հնարավորինս բառացի թարգմանենք շատ դեպքերում կորցնում է։ Արդյոք դա հետաքրքիր կլինի, այդ ձեր ասածը ոչ թե բառացի թարգմանել կամ ադապտացնել, այլ ունենալ թարգմանիչներ, մասնագետներ, որոնք կգտնեն ճիշտ թարգմանելու ձևը, որտեղ հեղինակի ձայնը չի կորչի եւ միևնույն ժամանակ թարգմանվող լեզվում կհնչի որպես իրենցը, զգալ հեղինակին, սա շատ կարևոր է։ Դա է ճանապարհը, որից հետո հրատարակիչ պետք է գտնել, այստեղ շատ դժվար պահ է, որովհետեւ միջազգային արտասահմանյան հրատարակչությունները ոչ միայն հայ գրականության մասին բան չգիտեն, այլ հաճախ ընդհանրապես Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեն։ Ոնց է կարծրատիպեր ունեն։ Շատ դժվարությամբ նախ այդ կարծրատիպերն ենք կոտրում, որ օրինակ մենք ռուսերեն ենք գրում, որովհետև սովետական երկիր ենք եղել, կամ որ մեր գրականությունը ինչի մասին է, հա, այդ կարծրատիպերը կոտրելով, հետաքրքրություն առաջացնելով 1-2 հաջող օրինակի վրա մեր հեղինակների, որոնք մինչև 10 լեզվով արդեն թարգմանված են, այդպես հետաքրքրությունը առաջացնում ենք, հեշտ չէ, դա շատ դժվար process է, բայց կարողանում ենք։ Նաև մեր հեղինակները, երբ որ սկսում են ճամփորդել, գնալ փառատոնների եւ ներկայանալ, դա նույնպես շատ բան է փոխում, այսինքն տեսնում են մարդկանց, ովքեր խոսում են իրենց գրականության մասին, գրողների, եւ դրանից հետո կրկնապատկվում է դա։ Որոնք են այդ 10 հեղինակները գրեցին։ Չէ, 10 հեղինակի անուն ազնվորեն չեմ կարող տալ, ես բացի ինձնից գրական գործակալություն էլի կա, ես կարող եմ իմ հեղինակների մասին խոսել, դե Արամ Պաչյանը, Սուսաննա Հարությունյանը եւ Հովանես Թեկյոզյանը, դա 3 հեղինակներն են, որոնք 10 գրեթե 10 լեզվով թարգմանվել են, գրեթե եմ ասում, որովհետև կան գործարքներ, որոնք դեռ հրատարակված չեն եւ ավելանում են ամեն անգամ։ Այս 3 հեղինակներն են, որոնք շատ տարբեր են ժանրային, իրենց ուրեմն լեզվով եւ թեմաներով, գրական ինչի մասին իրենք գրում են, բայց իրենք 3-ն էլ գտել են իրենց դուրսը շատ տարբեր երկրներում եւ ունեցել են հաջողություն արձագանքի տեսքով։ Մենք չենք կարող խոսալ հաջողության մասին վաճառված օրինակների թվով, քննադատների, արձագանքների, հրատարակիչները, որ հակված են նույն հեղինակների մյուս գրքերը նույնպես թարգմանել, դա արդեն դրանք են ցուցանիշներ։ Ֆիլմերում, եթե ուզում են այդ ֆիլմերը հաջողության հասնի, ռեժիսորը, սցենարիստը նախ եւ առաջ վերցնում են գլոբալ խնդիր, որը կլինի համամարտկային, որը ծանոթ կլինի ցանկացած ազգի եւ կկլանի, հա, ամբողջ ազգի, այսինքն խնդիրը լինի ընդհանուր, հա, այսպես գրքի պարագայում եւս այդ տարբերակներին Դե կա կոմերցիոն գրականություն, որը հակված է նույն կերպ աշխատել, ընտրել, ես վատ իմաստով չեմ ասում, այսինքն կան հեղինակներ, որոնք ընտրում են կոնկրետ թեմա, թիրախային գրում են դրա մասին պատմություն են պատմում եւ շատ վաճառքներ, ընթերցողներ են ունենում, բայց դա ուրիշ տիպի գրականություն է, որը անպայման պիտի լինի։ Իմ հեղինակներում հետ ես եմ աշխատում, մեր գործակալությունում, դրանք մի փոքր ուրիշ տիպի հեղինակներ են, հեղինակներում դու չես կարող ասել իրենք ինչի մասին գրեն, իրենք ունեն իրենց թեմաները եւ խոշոր հաշվով ցանկացած բան, որը մարդկային է, գլոբալ է, այսինքն մենք չենք կարող ասել, որ շատ տեղային բաներ կան։ Եվ նույնիսկ եթե շատ տեղային թեմաներ ունենք, հա, այսինքն շատ զուտ հայկական, մեր ավանդույթների մասին կամ այնպիսի թեմաների, որը մեր կարծիքով տեղային է, պատկերացրեք ընթերցողների համար դուրսը տեղային չեն, այսինքն գուցե իրենք հայկական են, բայց դա էլ հետաքրքիր է։ Ընթերցողը ուզում է կարդալ մի բան, որի մասին չգիտի։ Դա, այսինքն ես այդ դրանից դուրս եմ եկել, երբեք այդ խոսքը այլևս չեմ օգտագործում, որ արդյոք տեղային են, թե համամարտկային են, բոլոր գրքերն էլ համամարտկային են։ Եթե զգացմունքային են, եթե մարդու մասին են խոսում, դա արդեն անպայման։ Այստեղ հարց կա ինչպես է գրված այդ թեման եւ որ ընթերցողին կհասնի, ճիշտ կհասնի, թե չէ։ Կան գրքեր, որ դուք կարդում եք, այսպես ասած, ձեր աշխատանքից դուրս, այսինքն ոչ թե դա կարողանում եք
նրա համար է որ ծանոթանաք ներկայացնեք դրսում, այլ ուղղակի ձեր հաճույքի համար։ Իհարկե, կա շատ ավելի քիչ է հիմա ժամանակը դրա համար, բայց անպայման գտնում եմ եւ կարդում եմ հայ հեղինակներին, ովքեր իմ հեղինակները չեն, բայց նոր գրքեր են լույս տեսնում, փորձում եմ կարդալ ուղղակի տեղյակ լինելու համար, ինձ էլ հետաքրքիր է, ով ինչ է գրում, իհարկե թարգմանական գրականություն նույնպես մեծ հաճույքով կարդում եմ, ունեմ իմ սիրելի հեղինակներին։ Օրինակ ամենասիրելի հեղինակը կամ հեղինակ, որը ամբողջությամբ փոխել է մտածողությունը, ես Սևակին էլ այսօր այդ հարցը տվեցի։ Ամենասիրելի չեմ կարող ասել, որտեղ դրանք շատ են։ Ինչ-որ բան է փոխել։ Նորվեգացի մի գրող կա, Կարլովե Նաուսգոր, ես էլի եմ հարցազրույցներում իր անունը տվել, հիմա վերջին գիրքն է մոտս, դրա համար իր անունն եմ հենց տալիս։ Շատ հետաքրքիր հեղինակ է եւ ավտոֆիքշն ոճի է գրում, այսինքն ինքը իր կյանքն է նկարագրում, շատ մանրամասնորեն, ենթադրենք մի գիրքը կարող է 3 օրվա պատմություն իր ամեն արածը նկարագրի, բայց մեծ հաճույքով կարդում եմ, որովհետև շատ մարդկային հոգու խորքերն է գնում եւ ամենանվաստացուցիչ պահերը իր կյանքի կարող է ասենց բացահայտել։ Շատ անկեղծ հեղինակ է։ Ես իրան շատ հավանում եմ։ Ինչ հետաքրքիր է։ Խորհուրդ մեր հյուրի կողմից։ Ցավոք հայերեն չկա թարգմանված Նաուսգորը եւ եկանք հասանք նրան, որ գրքեր կային ժամանակին, որ հայերեն չկային, ու ստիպված կարդում էինք ռուսերեն, որովհետեւ ուզում էինք այդ գիրքը կարդանք ու չգիտեինք արդյոք հայերեն կթարգմանվի թե ոչ։ Դրա պատճառով օրինակ ես իմ կարդացած գրականության 87%-ը ես կարդում եմ ռուսերեն։ Ստացվում է այդպես։ Այո, շատ ցավալի է, բայց շուկան փոքր է, ամեն ինչ չի կարող թարգմանվել, ամեն ինչի ընթերցող չկա։ Ռուսերենը հիմա հետին պլան է գնացել, շատ գրքեր, ինչու է գնացել, որովհետև Ռուսաստանի շուկան էլ շատ վատ վիճակում է եւ ամեն ինչ չէ, որ հասցնում են թարգմանել։ Եվ ամեն ինչ կա անգլերեն, օրինակ ինձ համար նոր գրքերը անմիջապես հասանելի են անգլերեն, բայց հասանելի չեն։ Ես էլ եմ Լուսինե ջան կարդացել ռուսերեն ժամանակին շատ։ Իդեպ այդ կարծրատիպն էլ է միշտ եղել եւ այսօր էլ կա, որ ռուսերեն թարգմանությունը ավելի լավն է, որակյալ է, քան օրինակ հայերեն թարգմանությունը։ Բայց դա վաղուց դա էլ ենք, այդ փուլն ենք անցել։ Ասացիք, որ ձեզ համարել եք կարդում։ Օրինակ ես ֆիլմ դիտելուց, հա, կամ ինչ-որ բան մասնագիտության հետ առնչվող որևէ բան, չեմ կարողանում լիարժեք վայելել։ Ես անպայման սկսում եմ մասնագիտական դիտարկումներ անել։ Ստացվում է անջատել աշխատանքային ուղեղը։ Այո, երբեմն ստացվում է, նայած ինչպես եմ կարդում, նամանավանդ եթե օտարազգի հեղինակ եմ կարդում, եթե հայ հեղինակ եմ կարդում, դեռ աշխատում է դա, այսինքն փորձում եմ հասկանալ, նաև մասնագիտական մի բան գիրքը կարդում եմ եւ հետո մտածում եմ ոնց կպատմեի ես գիրքը հրատարակ չի։ Ցանկացած գիրք ինչն է այս գրքի թեման, որն է ամենագլխավոր մասը։ Պրեզենտացիան ինչպես։ Այո, մտքովս ավտոմատ Իմիջիալոց հայերեն կարդալուց ինձ նաև դա է խանգարում, սկսում եմ ինչ-որ բաներ փոխել շարադասության խմբագրում ինձնից։ Եվ նաև հետաքրքիր է, կարդում եք արդեն այսպես on-line թե տպագիր գիրքը ձեր ձեռքում ունենալը հաճույք եք համարում։ Ամեն տեսակ կարդում եմ, ես գտնում եմ, որ այդ էլ արդեն հնացած մոտեցում է։ Այո, բոլորովին հնացած մոտեցում։ Ես գիրք իհարկե սիրում եմ, այո, սիրում եմ եւ առնում եմ թղթային գիրք ունենում եմ, բայց այնպես ամեն կերպ կարդում եմ եւ օրինակ իմ երեխաներն էլ ամեն կերպ կարդում են եւ Kindle-ով են կարդում եւ գրքային են կարդում, դա բացարձակ կարեւոր չի։ Իսկ ես արդեն մի բան հասկացա այս վերջերս, ես հիմնականում կարդում եմ Kindle-ով, հարմար է շատ։ Ու այս վերջերս ընկերուհիս Մարինան իր գիրքը տվեց, ասեց սկսի կարդալ։ Ես զգում էի, որ ես չեմ կարողանում գնալ առաջ, չի ստացվում։ Մի տեսակ, հետո հասկացա ինձ ինչն է խանգարում։ Սովորել եմ արդեն, որ էջը ինքն իրան կպահի, տառը տեսակ կարող եմ փոխել եւ այլն, ու գրքով չեմ կարողանում կարդալ։ Հիմա այդ խնդիրն կա, այո։ Եվ ի վերջո համամիտեք մեզ հետ, որ պետք չէ հաշվել գրքերի վաճառքից, ենթադրություններ անել, թե որքան են կարդում կամ կարդում են թե ոչ, որովհետեւ մեթոդները փոխվել են եւ կան այլընտրանքային տարբերակներ։ Բացարձակապես գրքի վաճառքը կամ գրադարանների տվյալները այլևս դրա մասին չեն խոսում։ Եթե հետազոտություններ ես կարդացել եմ ընթերցանության մասին տարբեր երկրների, մեզ մոտ էլ Հայաստանում փորձել ենք անել տարիներ առաջ եւ կարդալ չի նշանակում միայն գեղարվեստական գիրք։ Այո։ Կարդալ նաեւ սոցցանցերում, եթե կարդում են տեքստ, դուք ասեցիք, հա, սկրոլ են անում, բայց հիմա նույնիսկ չեն կարդում, հա, վիդեոներն են նայում կամ
նկարներն են նայում, բայց եթե կարդալը նույնպես մտնում է քո կարդալ, այսինքն ցուցանիշը դու կարդացող ես թե ոչ, չի վերաբերում գեղարվեստական գրականությանը կամ բանին, վերաբերում ընդհանրապես կարդացողները։ Եվ վերջին շրջանում եւս մեկ խնդրի ենք հանդիպել, մեր հյուրերը հատկապես ասում են, ցավոք կարդում ենք ավելի շատ մասնագիտական գրականություն եւ ժամանակ ու ուր չի մնում, որպեսզի կարդան գեղարվեստական, փորձեք գտնել այդ տարբերակները, որովհետեւ դրանք եւս շատ կարեւոր են։ Շնորհակալություն սիրելի Արևիկ հրաշալի մեկնաբանության եւ այս ներքին խոհանոցային փոքրիկ գաղտնիքները բացահայտելու համար։ Շնորհակալ ենք, օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Հիշեցնենք, այսօր զրուցում ենք Արևիկ Աշխարհոյանի հետ, Արի գրական գործակալության հիմնադիր, գրական գործակալ։ Այժմ մեր եթերում գովազդային դադար, այնուհետև կրկին հյուրեր կունենանք մեր տաղավարում։ Zarzanga togzanga Barengi shere lusenka Barengi shere lusenka Zarzanga togzanga Zarzanga togzanga Barengi shere lusenka Barengi shere lusenka Togzanga Tune gelgetin nakshel Baregi shere lusenga Elli pare bollora Zarzanga togzanga Yares michin molora Baregi shere lusenga Zarzanga togzanga Zarzanga togzanga Baregi shere lusenga Baregi shere lusenga Zarzanga togzanga Zarzanga togzanga Baregi shere lusenga Barengi shere lusenga Sorry, so warm and men of war.
Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, սիրով ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք շարունակել մնալ մեզ հետ, որովհետեւ դեռ զրույցներ են լինելու մեր եթերում հետաքրքիր։ Այո, ժամը 10:34 արդեն Հայաստանում եւ մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, այսօր իսկապես հյուրաշատ է մեր տաղավարը։ Ես կասեի հյուրառատ։ Այո, եւ շատ հրաշալի մի համերգի մասին ենք խոսելու, ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Ես իմ անուշ Հայաստանի համերգը նվիրված Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակին եւ մեր տաղավարում բնականաբար այս համերգի հետ կապ ունեցող հրաշալի մարդիկ են երգիչ երգահան Աշուղների միության անդամ Հրանտ Մուրադյանը, բարի լույս Հրանտ, եւ Հայաստանի հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մեներկչուհի Մոսկվայի գեղեցկությունը փրկում է աշխարհը միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռիմա Սարիբեկյանը, բարև ձեզ տիկին։ Բարև ձեզ։ Բարի գալուստ մեր ստուդիա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ մի կարեւոր բան, ես էլ եմ այդ օրը լինելու եմ։ Այո, Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը լինելու են այդ համերգի այսպես հրաշալի հաղորդավարները։ Մենք դարձել ենք Արամ Մերանգուլյան անվան ժողովրդական գործիքների անսամբլի, այսպես ասած, ընկերները, ոնց որ օրինակ Հրանտը, որ չկան այդ համերգներ, որ մենք այնտեղ չլինենք, իսկ դա հրաշալի է ուղղակի, որովհետեւ ես իմ կողմից ավելացնեմ հրաշալի կոլեկտիվ է եւ միշտ նրանց համերգները թեև մենք լսում ենք սիրված հայկական երաժշտական կատարումներ շատ դինամիկ են ու շատ ժամանակակից։ Այս բառը պիտի գործածեմ, թեպետ մենք լսում ենք մեր սիրուն երգերը ոնց կան հենց այդպես, բայց այդուհանդերձ այնտեղ այնքան հետաքրքիր դինամիկա կա։ Ինձ հետ կիսում եք կարծիքս թե ոչ։ Այո, սիրելիս։ Ժամանակային ոգին բնականաբար իրան ասում է։ Ահա, փորձերը արդեն սկսված են, համերգին կարելի ասել 4-5 օր է մնացել, ինչ է սպասելու հանդիսատեսը։ Դուք ասեք թե ես ասեմ։ Ասի, դու ասի։ Երկուսդ էլ ասեք, խնդրեմ։ Փորձերը սկսել ենք վաղուց։ Անակնկալներ են սպասվելու, շատ երգեր կան, որ ուրիշ մատուցման պիտի ներկայացվի, երևի թե մի փոքր նորություն կլինի, բայց շատ հետաքրքիր ու շատ ճաշակով այդ ամեն ինչը հանդիսատեսը կհամոզվի։ Շատ հրաշալի համերգ է լինելու, ծաղկակաղ է արված այն երկացանկը, իհարկե Բադալյանի, Հովհաննես Բադալյանի երկացանկը շատ մեծ է։ Փորձել ենք հնարավորինս այն երգերը ընտրել, որոնք որ առավել հայտնի են եւ իհարկե նաեւ դրա հակառակը, որոնք որ դեռ այդքան էլ լսված չեն։ Այս առումով մի փոքր նորություններ էլ կլինի նաեւ այնպեսի ստեղծագործություններ, որոնք քիչ են անցել։ Ահա։ Օ, նույնիսկ։ Տիկին Սարիբեկյան։ Նախ ես շատ ուրախ եմ, որ մեր հանրային ռադիոն մնացել է հայեցի հավատարիմ արվեստին եւ այսօր Փաստորեն մեր հայ մեծերից, մեր սիրելի վարպետ Հովհաննես Բադալյանի հոբելյար համերգն է լինելու եւ մենք մասնակցում ենք։ Գիտեք, ես մեծ սիրով ուզում եմ հրավիրել։ Սա ոչ թե ուղակի գովաստ եմ անում, ոչ, դա սովորական համերգ չէ։ Ես ուղերձ եմ հղում մեր ժողովրդին մեծերին փոքրերի հետ, փոքրերին մեծերի հետ գտնվելու այդ լինելու այդ համերգին ներկա լինելու ավելի ճիշտ, որովհետև մենք սնվում ենք, մեր հոգին սնվում է ճշմարիտ արվեստից, որի մեջ Աստծո հոգին է։ Մենք հեռացել ենք այդ հոգուց եւ սնանկացել է մեր հոգին։ Արժեքները կորցրել ենք, բայց այնքան զորեղ է այդ հոգին, որ այսօր իմ սիրելի հանրային ռադիոն եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, որոնք կազմակերպել են այս նմանատիպ համերգները հենց դրա համար են, որպեսզի այդ սովը վերանայի վերջերս, սա շատ կարևոր է։ Եվ բնականաբար բավականին ծավալուն համերգային ծրագիր է ինչպես միշտ։
որովհետև մեծ բավականին ծավալուն ծրագիր յուրատեսակ երգիչների մասնակցությամբ, որոնք առանձնահատուկ սիրված են միշտ, եւ ես միշտ կողքից ետնաբեմում, երբ հայտարարում եմ ձեզ ու հետո ետնաբեմում հետևում, տեսնում եմ, թե որքան ջերմությամբ ու առանձնակի ոգևորությամբ է ընդունում ձեզ հանդիսատեսը, իսկ միշտ համերգներն անցնում են լեփլեցուն դահլիճներում։ Ես նաեւ Տիկին Ռիմայի այսպես ասած խոսքին հավելեմ, շտապ եք ձեռք բերել տոմսերը, որովհետեւ գրեթե դրանք սպառված են, որպեսզի հասցնեք ներկա գտնվել այս համերգին։ Ի վերջո Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը միշտ փայլուն ելույթներ է ունեցել մեներքիչների հետ միասին։ Փորձերը գնում են, թեժ են, մի քիչ պատմեք նաև փորձերի հատվածից եւ նաև կուզեինք խոսենք, ասացիք քիչ երկած երգեր, այս պարագայում, քանի որ մեր շացելի Նունե Բադալյանը եւս երգելու է եւ Հովանես Բադալյանի դուստրն է, արդյոք այսպես հետաքրքիր քննարկումներ եք ունեցել երգերի ընտրության ժամանակ նրա հետ։ Այո, ունեցել ենք այդ քննարկումները, փնտրել ենք ինչպես անել, որ գեղեցիկ անցնի այդ համերգը եւ մեր վարպետի գեղեցիկ կատարումները կարողանանք այնպես կատարել, ինչպես ինքը սիրով է կատարել եւ կարող եմ ասել մեր մայեստրոն էլ ճիկ ու ջանք չի խնայել, որ ուրեմն պատրաստել է Սարերի հովին մեռնեմ երգը, դա մեր երգացանկում չկար, բայց դա իհարկե գրել է մեր սիրելի վարպետը, երիտասարդ սերունդը շատ սիրում է այդ երգը, եւ շատ այլ երգեր, եւ շատ այլ երգեր իհարկե, եւ կարող եմ ասել, պիտի հնչի այդ երգը իմ կատարմամբ, որը ես չեմ կատարել, առաջին անգամ եմ կատարելու եւ մեծ սիրով եւ սեր իհարկե։ Այո, հուզմունք կա եւ սեր կա, որովհետեւ այդ երգը հենց սիրո երգ է, հոգուց բխող։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, Նունեն էլ շատ ուրեմն հուզմունքով է պատրաստվել, երիտասարդ երգչուհի ունենք, տիրուհին նայել շատ մեծ հուզմունքով, բոլորս եւ Հրանտը, Վարդանը, բոլորս մեծ պատասխանատվություն ունենք այդ օրը, որպեսզի կայանա այնպես, ինչպես որ հարիր է այդ օրվան։ Ինչպես որ հարիր է մեծ վարպետին, Հովանես Բադալյանին, համերգի խորագիրն էլ է շատ գեղեցիկ, ես իմանուս Հայաստանի։ Հրանտ, ինձ հետաքրքիր է վարպետի այսպես կատարումներից հետո քո վերաբերմունքը, որովհետև այդուհանդերձ դու ունես հստակ քո ձեռագիրը եւ այսպես ասած միշտ քո ոճը ձևավորված, կուզեմ խոսել նաև այդ մասին, հա, երգելու ես երգեր, որոնք այսպես անմիջականորեն կապված են Հովանես Բադալյանի հետ, պատասխանատվություն, արդյոք փորձում ես որոշակի նման երգել, թե հակառակը, ուզում ես անպայման քո ոճը այստեղ մնա այդ։ Ասեմ, իրականում թեև նաև հեշտ է, նաև ունի իր բարդությունը, բայց ինձ համար ինչն էր հեշտ, որ ես փոքրուց լսել եմ Հովանես Բադալյանին, Ռուբեն Մատևոսյանին, մեր բոլոր Ռիմա Սարիբեկյանին, Օֆելիա Համբարձումյանին անունները կարող եմ անվերջ թվարկել մեր բոլոր մեծերի, մեր լավ երգիչների, Արամ Մերանգուլյան անսամբլի կատարումները մշտապես հնչել է մեր տան մեջ։ Ես մշտապես լսել եմ եւ դրա համար իմ համար խորտ չէ այդ երգերը այդ չլսված երգերն էլ ես բոլորը գիտեի, բոլորը գիտեմ եւ իմ մեջ էր արդեն այդ երգերը։ Իհարկե երգեր կան, որ բարբարային խնդիրներ կան, որ ես իհարկե չեմ տիրապետում։ Այս առումով խնդիրներ չկան, որովհետեւ փորձել ենք մեկնաբանել ու ներկայացնել կոնկրետ ոնց որ պետք է, որովհետև յուրաքանչյուր երգ ասելիք ունի, տեքստը նաև պետք է ճիշտ հասնի հանդիսատեսին եւ մի փոքր բնույթը կարելի է փոխել եւ բարբարային ներկայացնել։ Այո, այստեղ այդ օրը այնպեսին է, որ ինչ էլ երգեք, ով էլ երգի, իգական սեռի ներկայացուցիչ երգի արական միևնույն է, այստեղ Հովանես Բադալյան, հա, ամեն ինչը պտտվել է իր շուրջը եւ սա հրաշալի է ուղղակի, որովհետեւ եւս մեկ անգամ մենք առիթ կունենանք
լսել են սիրված երգերը, որոնք մեր մանկության երգերն են եղել, այ Հրանտը շատ լավ բան ասաց, որքան կարևոր է փոքր տարիքից այդ երգերը լսել եւ որքան դրական առումով է ազդում հետո երեխայի մարդու արժե համակարգի մտածողության վրա։ Ես ուզում եմ ասել, որ մանկուց շատ սիրել եմ, երազել եմ Հովանես Բադալյանի աշակերտուհի լինել։ Հիմա ես ձեզ ասեմ, սա ինձ համար ոչ միայն մեր հայ մեծերից մեկն է, նա իմ վարպետն է, իմ ուսուցիչն է, ես նրա առաջին աշակերտուհին եմ եղել, որ այս ուղին, երգի ուղին բացվել է ինձ համար։ Շատ կարևոր է մանկուց, երբ որ սերունդը լսում է մաքրամաքուր երաժշտությունը մանավանդ ժողովրդական, գուսանական, այդ եղջկական մեր երգերը։ Եվ ուզում եմ ասել, ինքը մեծ սիրով կատարել է Հայաստան երգը ամեն գրեթե բոլոր համերգներին եւ իրենից հետո կատարում չի եղել այդ երգի։ Ուզում եմ ասել, այդ օրը նաեւ կարողացել ենք հասցնել Հայաստան երգը, որ պիտի կատարեմ եւ երգի առաջին խոսքերն եմ ուզում ասել, սրտիս բոլոր վարդ է բացվել տոն է այսօր հայության։ Ես ուզում եմ ասել, որ սա հայության տոնն է, երգի տոն է, հանձինս մեր սիրելի վարպետի Հոբելյարի եւ մեր սերնդի տոնն է, հոգու տոնն է։ Ես նորից բոլորին շատ սիրում ու հրավիրում եմ։ Հրաշալի է եւ իհարկե դուք մի քանի անուններ թվարկեցիք, ասենք համերգի մասնակիցների այսպես ամբողջական ցանկը ինչ կա։ Այո, Ռուբեն Մաթևոսյան, Նունե Բադալյան, Արթուր Իսպիրյան, Վարդան Բադալյան, Ռիմա Սարիբեկյանն այստեղ է, Հրանտ Մուրադյան, Տիրուհի Մելիքսեթյան, Արևիկ մանկապատանեկան անսամբլը եւ երաժշտական նվագակցությունը, ինչպես նշեցինք հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավարը մեր հրաշալի լեգենդար եւ նաեւ ինչու ոչ մեր գործընկեր Ռուբեն Մաթևոսյանն է, դիրիժոր Աշոտ Պետրոսյան, հանդիսավարները տա-դա-դա-դա-դամ Լուսինե Մուրադյան եւ շատ հաճելի։ Իրականում մեզ հաճելի է նաեւ եւս մեկ կարևոր մի բան էլ նշեմ, որ այս համերգները, այս մեծ համերգները մեզ համար էլ ավելի պատասխանատու են, որովհետև մենք կանգնած ենք նույն բեմում վարպետների հետ։ Սա եւս շատ կարևոր է եւ կոլեկտիվի անդամներ, որ վաղուց կարծես ընտանիք լինեն, սա էլ է շատ կարևոր եւ բնականաբար չենք մոռանում, եթե ուզում եք ունենալ գեղեցիկ տոն, ձեր ականջը շոյվի, հոգին խաղաղվի, վայելեք ուղակի ու ինչու ոչ նաեւ հաճելի հուշերի գիր կընկնեք, որովհետեւ այդ երգերը ամեն մեկը մի պատմություն են ու ձեզ տանելու են ձեր կյանքի որևէ փուլ։ Ապա ուղակի գալիս եք երկուշաբթի օրն է լինելու համերգ, Արամ Խաչատրյան համերգասրահում է տեղի ունենալու, սկիզբը ժամը 19-ին է, չենք մոռանում, տոմսեր եք ձեռք բերում, քանի դեռ դրանք կան։ Այո, վաճառքում դեռ կան տոմսեր եւ կարող եք նաեւ դուք էլ այսպես տանտիրոջ իրավունքով հրավիրել մեր ռադիոլսողներին համերգին։ Հրանտ ջան, խնդրեմ։ Այո, իհարկե, ինչով է կարևոր եւ ինչով է տարբերվում սովորական համերգներից, գուցե հանդիսատեսը հարցնի, ինչի օրինակ պիտի գանք այս համերգին։ Ամենակարևոր եւ առաջնային խնդիրը եւ հարցը նրանում է, որ սա ուղակի համերգ չէ եւ տարբերվում է նրանում, որ Հովանես Բադալյանի 100-ամյակին է նվիրված եւ Հովանես Բադալյանը այն արվեստագետն էր, այն երգիչներ, ում երգերով մեծացել են եւ կրթվել են սերունդներ եւ մի ամբողջ դպրոց է, երբ որ ուսումնասիրում ես եւ լսում ես նրա երգերը, որտեղ թե հայրենասիրական երգերը, թե գեղշկական երգերը, ժողովրդական երգերը, նաեւ իր հեղինակային երգերը այդքան տաղանդ, այդքան իմաստություն երգերի մեջ, այդքան ամփոփված մի մարդու մեջ դրանով իսկ նաև հետաքրքրական է եւ նաև մասնակիցների առումով պետք է նշեմ, որովհետեւ մասնակցում են Ռուբեն Մաթևոսյանը եւ հրաշալի մեր արտիստները, որը հիմա իմ կողքին է, Ռիմա Սարիբեկյանը, Վարդան մեր բոլոր մեծությունները, այո, շատ կարևոր է սա։ Տիրուհին մեր երիտասարդ երգչուհի։ Եվ ինձ համար ճիշտ եմ ուզում ասել, այդ բոլոր լեգենդների հետ, մեծերի հետ, որ ես երգել եմ, ուսուցանվել եմ նրանցից, շատ ուրախ եմ սիրելի հանդիսատես այդ համերգում նաև երգելու եմ մեր սիրելի
վարպետը Ռուբեն այո, միան, այլ ինչ համերգ առանց մայստրո, ինչի մասին է խոսքը, գեղեցիկ է, ինչ գեղեցիկ։ Ամենաուրախալի փաստը այն է, որ մեր համերգները լեփլեցուն դահլիճներով են։ Այո։ Եվ մի շնչով, սա շատ կարևոր է, մի շնչով են անցնում։ Մենք այսպես մեկ էլ հասկանում ենք, սկսվեց համերգը, ողջունեցինք հանդիսատեսին, մեկ էլ ֆիքսում ենք, որ համերգն ավարտվում է ու միշտ չի բավականացնում, մարդիկ ուզում են էլի, որովհետև այդ չկանգնող դինամիկան շատ կարևոր է։ Շատ ճիշտ է միշտ կազմած ծրագիրը, հա, հերթականությունը երգերի, այնքան հետաքրքիր է, շատ երկար են մտածում, դե մենք ներքին խոհանոցի հետ կապ ունենք, անմիջապես տեսնում ենք, շատ երկար են մտածում, շատ մանրակրկիտ է մտածում, որ երգից հետո որը լինի։ Մի խոսքով ինչ անում ենք, ձեզ համար ենք անում սիրելի ռադիո լսողներ, այդ օրը դուք ունեք բացառիկ հնարավորություն դառնալ մեր հանդիսատես։ Ապրիլի 28, այնպես որ ֆիքսեք օրը, ձեռք բերեք տոմսերը, դրանք վաճառվում են, կարող եք վաճառքի հարթակներում գտնել կամ Հանրային ռադիոյի Facebook-յան էջել, երբ մուտք եք գործում, առաջինը հենց այդ հրապարակումն է բերում, այնպես որ ձեզ հաջողություն մաղթենք փորձերին եւ վստահ ենք, որ դու մեզ կտեսնես այդ օրը բեմում։ Այո, ես մեծ սիրով կգամ, ես գիտես սիրում եմ նմանատիպ համերգներ, ժողովրդական երգերի մեծ սիրահար եմ, այնպես որ լավ եղեք, կհանդիպենք արդեն ապրիլի 28-ին։ Եվ թող շարունակվեն ձեր երազանքներն իրականություն դառնան։ Դուք նշեցիք, որ երազում եք ժամանակին լինել աշակերտուհին եւ այսօր բեմում երգելու եք նրա կատարումներից, այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մենք արդեն ձեզ հետ միասին կհանդիպենք Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում ամսի 28-ին ժամը 19-ին, չենք մոռանում դրա մասին։ Շնորհակալ եմ, մնացեք մեզ հետ սիրելի ռադիո լսողներ, մենք դեռ շարունակում ենք, ծրագիրը դեռ ավարտված չէ։ Ամեն ինչ դեռ առջևում է, թեպետ մնացել է շատ քիչ ժամանակ, չէ՞։ Այո։ Գարմի աղջիկ, գարմի մոնջ, սրդիս
կար մի աղջիկ եւ այսպես կար սուրճ ու սեր առավոտից հաղորդումը, որի եթերաժամը կարող ենք ասել, որ վերջանալուն մոտ է։ Այո, 10:55 այսօր բավականին էսպես յուրառատ, այո, հագեցած եթեր էր, այնպես որ մաղթում ենք, որ օրն էլ ձեզ մոտ հագեցած եւ արդյունավետ լինի, անկախ նրանից եղանակը անձրևոտ է, արևային է, քամոտ է, իհարկե հաճելի է, երբ այսպես եղանակը չի խանգարում մեր օրվա պլաններին, բայց ամեն դեպքում դրա վրա կենտրոնանալ եւ օրը փչացնելն էլ ճիշտ չէ։ Անիմաստ է ուղղակի, փորձեք ցանկացած եղանակ վայելել, որովհետեւ ամեն եղանակ ունի իր հմայքն ու գեղեցկությունը եւ վայելել ուղղակի, պահը վայելել, կարեւոր մանրուքներ է նկատել։ Մենք օրինակ նկատում ենք յուրաքանչյուրիդ գրառումը սիրելի ռադիոլսողներ, Հարություն Չատյանն ասում է բարև ձեզ գեղեցկուի Լուսինե, հարգելի Սևակ, շնորհավորում եմ գրքի տոնի առիթով, ձեզ ցանկանում եմ լավ, խաղաղ եւ բարի եթեր, շնորհակալություն, նաեւ լավ օր եմ մաղթում։ Օլյան Սահակյան, Արևիկ Աշխարհոյանին էլ շնորհակալություն հայտնում չափազանց կարևոր մեկնաբանությունների համար եւ խնդրում, որպեսզի նա իր մտքերը նաեւ ներկայացնի գրական թերթում։ Մենք կփոխանցենք Արևիկին, այո, ինչեւ է։ Չենք մոռանում սիրելի ռադիոլսողներ, որ ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին տեղի է ունենալու հրաշալի համերգային ծրագիր, որի մասին զրուցեցինք րոպեներ առաջ մեր հյուրերի հետ։ Եվ վերջին բային թարմացնեմ նաեւ տեղեկությունը եղանակի մասին, այս պահին արդեն 15 աստիճան է, անպամած, եթերը վերջանա կտեսնենք անձրև գալիս է թե ոչ, կարծես թե անդադար գալու է, ուղղակի անձրևանոց ձեզ պահեք։ Ձեզ լավ օր ենք մաղթում, մենք ուղիղ եթերում կլինենք արդեն ուրբաթ առավոտյան 9:30-ից։ Այո, մնացեք Հանրայինի հետ, հաջող օր եւ փորձեք ամեն պահը վայելել ու ունենալ հաճելի տրամադրություն։ Այսօր ձեզ համար աշխատեց իմ շատ սիրելի գործընկեր Սևակ Հակոբյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Մնացեք Հանրայինի հետ, սիրելի ռադիոլսողներ։